Եթե նախաբանն եք, ասեք, եթե չունեք։ Կարամ նախաբան ասեմ, որովհետև հարցերի 90% արդեն կանխատեսել են ու այսօրերին շատերը տվել եք չեմ պատասխանել։ Հակիրճ անդրադառնամ իմ եւ Ալեն Սիմոնյանի հետ կապված հարցերին։ Ուրեմն Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը 2025 թվականի մարտի 4-ին։ Հիշեցնեմ, դա այն օրն էր, երբ ազգային ժողովում քննարկվում էր իմ կողմի շարժանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն գործող տուրքերը, եւ բարեբախտաբար նաեւ այդ վարույթը չխանգարեց եւ օրենքը ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչու եմ ասում, որովհետեւ ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ այլ օր։ Սա ասում եմ կապված այս խնդրի հետ, այլ հարցերի խնդրում եմ այլ հարցեր չտալ, քանի որ այս պահին նպատակահարմար չեմ համարում պատասխանել այս հարցերին, որոնք կապված են ամենամեծ կապի մասին խոսենք, թերևս մամուլում ամենահետաքրքիր կարող ենք սպառ, եթե հարց ունեք, ինչ է ներկայացվել կարգապահական վարույթի հետ կապված, ինչ հարցով է կարգապահական վարույթի համար։ Ես չասեցի Ալեն Սիմոնյանի կապ ուներ, ես ասեցի, որ վարույթ հարուցելու օրը կապում եմ ես նախագծի քննարկման հետ, այսինքն այդ օրը մարտի 4-ին պետք է քննարկվել իմ կողմի շրջանառության մեջ դրված նախագիծը 24-ժամյա ռեժիմով։ Դուք գիտեք, որ ազգային ժողովում 24-ժամյա ռեժիմով հարցերը քննարկվելուց հետո անմիջապես քվեարկվում են։ Այդ դեպքում բացառություն էր եւ հարցի քննարկումից հետո հարցը չդրվեց քվեարկության եւ միայն քվեարկության դրվեց հաջորդ օրը մարտի 5-ին։ Այլ մանրամասներ այս բանը չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ ես դիմել եմ, ես նաև այդ հարցի քննարկումից հետո, ինչպես հայտարարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր հայտարարության մեջ, ապրիլին դիմել եմ Ալեն Սիմոնյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով, այդ ճանաչին խնդրում եմ Թարեկ։ Այո։ Եվ հարցը չի քվեարկվել եւ հարցը չի քննարկվել մինչեւ սեպտեմբեր ամիսը եւ քննարկվելու միայն սեպտեմբերին եւ նաեւ անդրադառնամ այդ կետին Կուսակցության հաղորդագրության մեջ տարածված է նման միտք, որ Հայկ Սարգսյանը 2 անգամ հրավիրվել է, սակայն չի ներկայացել իր դիմաց դիմումի քննության համար, ասեմ, որ դա այդպես չէ, ես մեր կուսակցությանը խնդրել եմ, որպեսզի այդ մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել, անգամ ասեմ ավելին, ես եմ դիմել մեր կուսակցականներին, որպեսզի հարցը ես արդեն ասեցի այն ինչ որ ասեցի, այսինքն ինձ որևէ մեկը չի հրավիրել, ես խնդրել եմ մեր կուսակցությանը, որպեսզի խմբագրեն այդ հատվածը, քանի որ որպեսզի նման տպավորություն չստեղծվի, թե ինչու է Հայկ Սարգսյանը դիմել եւ չի ցանկանում մասնակցել իր դիմումի քննարկմանը։ Ցավոք, այս պահին ես տեղեկություն չունեմ, ոնց որ ոչ։ Ուրիշ հարցեր խնդրում եմ։ Ինչի՞ն այսպեսի հաղորդակցություն հնարավոր է Ալեն Սիմոնյանին հաջողվի ձեզ հեռացնել կուսակցությունից։ Չեմ ցանկանում այդ հարցերին անդրադառնալ, անհետացություն է դա։ Չեմ պատկերացնում ես նման ընդհանրապես Մհեր Ախտոյանի հետ։ Հայտնի լուսանկարի հետ կապված։ Այս թեման վերջացուցին խնդրում եմ։ Եթե լրացուցիչ բաներ կարիք կլինի կուսակցությունը կամ ես դրա մասին հանդես կգամ։ Ինչ վերաբերվում է կներեք, անդրադառնամ մյուս շատ տարվող հարցերին, հաճախ սկսած 2019 թվականից, երբ ես ընտրվել եմ ազգային ժողովի պատգամավոր եւ այն ժամանակ աշխատում էի եւ գործունեություն էի ծավալում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ես իմ գործունեությամբ խանգարել եմ մի շարք գործունեության տեսակներին, որոնց մեջ առաջին թվում դա խաղային ոլորտն է, ես դա համարում եմ չարիք ու մշտապես խոսել եմ այդ մասին, որ խաղային ոլորտը չարիք է Հայաստանի Հանրապետությունում։ Այս իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ ու գտնում եմ, որ դա հիմնականում եւ առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել այդ գրոհը եւ ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ, սկսած քրեական աշխարհի հետ կապ ունենալուց, սկսած թմրամիջոցների բիզնեսի կապ ունենալու հետ, տարբեր սպանությունների կամ տարբեր ինքնասպանությունների մեջ փորձելով կապելով ես փորձել եմ մեծամասամբ չանդրադառնալ այս հարցերին, բայց այսօր ուզում եմ պատասխանել բոլոր հարցերին եւ
կարող եք ազատ տալ բոլոր հարցեր Բայց լուսանկար կա Հեր Ախտոյանի հետ։ Հիմա գալիս եմ ձեր հարցին։ Ես պատրաստ եմ հիմա պատասխանել բոլոր հարցերին, որոնք կապված են այս դեպքերի հետ։ Հիմա լուսանկարի կապված ինչ կասեք։ Այս պահին չեմ ուզում։ Յոր կաշկանդվեի այսքան չի խոսում։ Կներեք մի խանգ արեք, միտքս մի ընտրեք։ Պարոն Սարգսյան, Մենք փակեցինք այդ կետը, հիմա անցնում ենք առաջ։ Հիմա գալիս եմ սպանություններին, կներեք։ Ինձ մշտապես փորձել են կապել որևէ սպանությունների հետ։ Ես կներեք սպասեք, ես միտքս ավարտեմ։ Կա ձեր հարցին կպատասխանեմ։ Դեր սպանությունների հետ չեն կապում են այդ կլանների։ Հիմա ասեմ։ Ինձ օրինակ ժողովուրդ օրաթերթը կա ժողովրդից մարդիկ։ Ինձ կապում են քանակերում տեղի ունեցած սպանությունների հետ, մասնավորապես քանակերում հայտնի Տու Մականունով անձի սպանության դեպքի հետ, որ ես այդ օրը եղել եմ դեպքի վայրում կամ եղել եմ մեքենայի մեջ ու ես կապում եմ սպանության հետ, որ այդ կապված ես դեռևս 2022 թվականին դիմել եմ դատարան պահանջելով հերքում եւ վնասի փոխհատուցում, քանի որ այդ նյութով արավտավորվել է իմ բարի համբավը։ Ես այդ օրը չեմ եղել Հայաստանի Հանրապետությունում, այդ օրը ես եղել եմ զորավարժությունների Ռուսաստանի Դաշնությունի Կազան քաղաքում։ Արկա են դրա հետ կապված մամուլի հաղորդագրություններ, հապկի պաշտոնական կայքում լուսանկարներ, որտեղ ես այդ օրը գտնվում եմ, կներեք, մամուլի հրապարակման մեջ ժողովուրդ օրաթերթի նշված էր, որ ես եղել եմ դեպքի վայրում մեքենայի մեջ սպասել եմ այդ խմբին։ Կներեք, ես այդ անձին տեսել եմ դրանից 3 տարի առաջ մեկ անգամ պատահաբար, որտեղ մեր երկիրը փոքր երկիր է, մեր հյուրանոցում պատահաբար տեսել եմ այդ անձին 2018 թվականին, այո, Հայաստանում։ Մոտիկացել է, ծանոթացել ենք, դա մեր եղել է առաջին եւ վերջին հանդիպումը։ Դուք իրար այդ խնդիր չեք ունեցել։ Ես այդ անձի հետ որևէ կապ չեմ ունեցել, մի անգամ տեսել եմ պատահական, այսինքն 2022 թվականի դրությամբ ես 4 տարի այդ անձին երբևէ չեմ տեսել, որևէ հարաբերություն չեմ ունեցել ու ինձ փորձել են կապել այդ անձի սպանության հետ, որպեսզի փորձեն ինձ վարկաբեկել, արատավորել, որպեսզի ես իմ օրենսդրական գործունեության մեջ լինեմ կաշկանդված եւ չկարողանամ իմ օրենքի նախագծերը տանել արդյունավետ առաջ։ Բարեբախտաբար դրանք չի հաջողվել, բայց սա կապված է մեր դատական համակարգի խնդիրների հետ, օրինակ ես 2022 թվականին դիմել եմ հայցով, եթե արագ տեմպով դատաքննություն տեղի ունենար եւ դատարանը պարտավորեցներ ժողովուրդ օրաթերթին հատուցել իմ վնասը, վճարել գումար եւ ներողություն խնդրել ինձ զրպարտելու համար, հետագայում նման դեպքերից կփորձենք խուսափել, բայց քանի որ ունենք այն ինչ որ ունենք եւ հաճախ բոլորը նաեւ ընդդիմությունը, իշխանությունը նույնպես մենք դժգոհում ենք դատա իրավական համակարգի դատաղ աշխատանքից։ Հիմա անդրադառնամ մյուս դեպքին, օրինակ 168 ժամներ կներեք հրապարակել կապված կներեք Հիմա ես հարցերին պատասխանում եմ կներեք Փայլյան ջան։ Հիմա կանդրադառնամ ձեր գալիս եմ ձեր հարցին։ Մի քանի ամիս առաջ նաեւ իմ վերջի օրենսդրական նախաձեռնությունից հետո ես ուղիղ կապ եմ տեսնում նաև այդտեղ, երբ որ ինձ հաջողվեց 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի տուրքերը, սրա արդյունքում տարեկան շուրջ $30 միլիոն հավելել գումար է մուտքագրվելու պետական բյուջե, նշեմ, որ միայն այդ նախագծի ընդունման արդյունքում դրանից հետո ինձ փորձեցին կապել Կարեն անունով անձի ինքնասպանության մեջ, նշեմ, որ տվյալ անձին երբևէ չեմ տեսել եւ առաջին անգամ իր մասին լսել եմ այդ հրապարակումների մեջ։ Այդ անձին երբևէ չեմ տեսել 168 ժամը տեղեկություն հրապարակել, թիպրև ես կապված եմ այդ անձի ինքնասպանության հետ կամ ես եմ հասցրել, մենք ունեցել ենք դատական ինչ-որ վեճեր կամ ես փորձել եմ իրավի ինչ-որ բան խլել։ Նշեմ, որ այդ անձին երբևէ նույնպես չեմ ճանաչել, նաև 160 Ես չեմ ճանաչում այդ անձին։ Ես նույնպես դիմել եմ այս հարցով վարչական դատարան, որպեսզի այս հայցով նույնպես վնասի փոխհատուցում պահանջեմ։ Ձեր անունն է շոշափում։ Ես արդեն նշեցի, որովհետև ես պայքար եմ տանում խաղային ոլորտի եւ այլ արատավոր երևույթների դեմ։ Օրինակ, քննամիջոցների ապօրինի շրջանառության մասը, օրինակ դուք գիտեք, որ ես տարեսկզբին շրջանառության մեջ էի դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում էի պատիժները թմրանյութերի ապօրինի շրջանառության համար խստացնել, հատկապես խոշոր չափերով թմրանյութերի իրացման համար նախատեսել մինչև ՑՄ ազատազրկում նախագիծը քննարկվեց, կային դեմ կարծիքներ եւ այս պայմանությամբ դեռևս չի ընդունվել։ Սա ինչ եմ ասում, բայց նաև այդ նույն շրջանակները ինձ փորձում են հաճախ կապել թմրանյութերի բիզնեսի հետ, որի հետ ես բնականաբար չեմ կարող առնչություն ունել եւ անդրամաբանական կլիներ, եթե ես նման բիզնեսի հետ առնչություն ունենայի եւ դիմեի նման օրենքի կապ պետք է ունենար, որ ասում եք հիմա փառաքարի դեպքի հետ կապված գործընկերոջ հարցին պատասխանեմ։
Փարաքարի դեպքի հետ կապված բնականաբար ես որևէ կապ չունեմ։ Փարաքարի դեպքի հետ կապված ես ազգային ժողովում ելույթ եմ ունեցել 2025 թվականի փետրվարին եւ տեղի են ունեցել հայտնի դեպքերը փետրվարյան Փարաքար համայնքի մերձավան բնակավայրում, որտեղ տեսանյութերից հայտնի էր դառնում, որ աշխատել է ինքնացիկ եւ այլ հրազենային միջոցներ, վիրավորվել է մեկ անձ եւ մեկ անձ տեղում մահացել է դեպքի վայրում։ Ես ազգային ժողովում հանդես եմ եկել, այդ հայտարարությունը կարող եք տեսնել եւ ասել եմ, որ տվյալ դեպքում ներքին գործերի նախարարությանը հարց ու պատասխանի ժամանակ հարց եմ տվել ներքին գործերի նախարարին, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են տարվել, որպեսզի այս երկու խմբերի միջև այդ վիճաբանությունների կամ թշնամության հետևանքով չունենանք դժբախտ պատահարներ։ Եվ նաեւ ինչ որ առումով մեղադրական հարց եմ հնչեցրել, որ օպերատիվ տեղեկություններ են եղել, որ կա երկու խմբերի միջև թշնամություն եւ անհրաժեշտ կանխարգելման աշխատանքների պատշաճ չկատարման արդյունքում ունեցել ենք զոհ եւ վիրավոր։ Սա կապված Փարաքարի դեպքերի հետ։ Դուք չմեկնաբանեցիք, դուք ինքներդ ասեցիք ներողություններ Երուսան։ Կապված լուսանկար է Ալեշան։ Դուք ասում եք քրեական եթամշակույթից հեռու մարդ է, ինչպես է ստացվում հեռու մարդը մոտ է այդքան այդ անձին։ Ես քրեական մշակույթից հեռու եմ, ես քրեական եթամշակույթի դեմ բարբերաբար հարցեր եմ տալիս ազգային ժողովում եւ նաև հարցումներ եմ կատարում եւ աշխատանք ենք տանում, որպեսզի քրեական ենթամշակույթը մեր երկրից արմատախիլ արվի, որևէ կապ լուսանկարը այդ բանի մասին է խոսում, պարոն Սարգսյան։ Քրեական ենթամշակույթ կրող մարդկանց հետ սեղան եք նստում։ Ջերմ լուսանկարվում եք ձեր ուսին դրա։ Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում։ Ես կներեք մեծ բան ասեմ։ Տարբեր լուսանկարներ կարող լինեն, ինչի մասին է խոսքը։ Ես բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, դա չի նշանակում, որ ես կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ։ Սկզբանե բացատրել եք, որ հիմա մեր ախտորանի մասին է հարցը, ասացիք, որ փետրվարի Դուք միաժամանակ ասոքով խոսում եք, ես գրկած նկար որևէ մեկը չունեմ։ Հիմա տվյալ դեպքում մեր ախտորանի հետ լուսանկարը տեղի ունեցել տարիներ առաջ, մեր ախտորանին ես չեմ հիշում երբեք վերջի անգամ տեսել, դա եղել է հավանաբար 2 տարի առաջ։ Ընկերական հարաբերությունների կապի մասին անգամ իր հեռախոսի համարը չունեմ, ճանաչում եմ իրեն փողոցային պայքարից, ծանոթացել եմ եւ կարող եմ ասել այդքանը, որևէ կապի մեջ իրարից չեմ գտնվում։ Կներեք չեմ ցանկանում նման հարցերի, նման մականունով հարցերի պատասխան։ Տեղեկություն կա, որ Ալեն Սիմոնյանը դիմել է շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի ստուգեն արդյոք Վայր Շորժան, որը ձեզ է պատկանում, արդյոք դա այդպես վարձակալության տրվել է Սևան ազգային պոակում։ Չեմ ցանկանում հավատալ այդ դուրերին, որ նման դիմում Բայց արդյոք դա Սևան ազգային պոակում։ Ասում Պարոն Սարգսյան, որ հարցերը ձեզ դուր է գալիս, դա եք պատասխանում իրեն։ Պատճառ կարող է դա լինել։ Բայց հարց է, ես տվել դուք չպատասխանեցիք, ուզում եք ստանալ այն հարցերի պատասխանը, որը ձեզ է դուր գալիս։ Հարցերը Տարարից որ կա շնորհակալ եմ Հայաստանում։ Հիմա ասենք եթե հետ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, տեսեք։ Ես շատ ուրախ եմ, որ իմ օրենսդրական գործունեության հետ կապված հարց եք տալիս, քանի որ բամբասանքներին եւ այլ նյութերին ցանկություն չունեմ մեծ հաշվով պատասխանելու, նոր փորձեցի հնարավորինս պատասխանել այն հարցերին, այլևս չեմ անդրադառնա, հիմա անդրադառնանք այն հարցերին, որոնք կապված են իմ օրենսդրական գործունեության հետ։ 2024 թվականի տարեսկզբին ես ուսումնասիրելով զորակոչի հետ կապված խնդիրները Հայաստանի Հանրապետությունում 2022-2023 թվականների ծայրահեղ ծանր վիճակը մի շարք օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել եւ նաեւ քննարկումներ եմ ունեցել Պաշտպանության նախարարության հետ, դրա հետ կապված վարչապետի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ստեղծվել էր, որպեսզի քննարկվի նաեւ իմ կողմից ներկայացված զորակոչի հետ կապված խնդիրները։ Սրա հետ կապված ես 5 քայլով էի հանդես եկել, այդպես էլ պայմանական կոչվում, որպեսզի լուծենք զորակոչի հետ կապված խնդիրները եւ այդ քայլերից մեկը այո, հենց պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի սարքելն էր, բայց նաև այլ կարևոր հատվածներ կային օրենքի նախագծի մեջ, որը ես շրջանառել եմ։ Հատկապես ամենակարևորներից մեկը, որը ես ցանկանում եմ նշել, եւ նաև լրագրողներին ասել, որպեսզի դուք նաև այս հետ կապված աշխատանք ունեք կատարելու, իմ ասեմ, որն է դա։
Խոսքը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության Արաքան սեռի քաղաքացիների քաղաքացիությունից հրաժարվելուն մինչև 18 տարին լրանալը եւ ես թվեր էի հրապարակում, որ այս տարի կամ հաջորդ տարի բանակ զորակոչվողների 7% կամ 8% արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն եւ մեծ թվով քաղաքացիներ հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, որպեսզի հետագայում չզորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Օրենքը տապալվեց ընդդիմության դեմ քվեարկելու եւ քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչյանի ձեռնպահ քվեարկելու արդյունքում կամ հետևանքով։ Հիմա ես կցանկանամ, որպեսզի դուք լրագրողները հարց տակ ընդդիմադիրային պատգամավորներին, ովքեր դեմ քվեարկեցին եւ տապալեցին նախագիծը եւ նաեւ մեր մյուս գործընկերը չով ձեռնպահ քվեարկելով տապալեց նախագիծը, որպեսզի կներեք ավարտում եմ, որպեսզի հասկանանք օրենքի տապալումից հետո ամառվա ընթացքում հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին քանի անձ է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, նրանցից քանիսն են եղել Արաքան սեռը մինչև 18 տարեկան եւ պարզ կդառնա նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Հիմա ինչ վերաբերվում է 2 տարին տարօրինակ սարքելուն, դա անհրաժեշտ քայլերից մեկն է, որը պետք է տեղի ունենա զորակոչի կապված խնդիրի լուծելու համար։ Հիմա ասեմ ոնց է լինի։ Զորակոչի հետ կապված խնդիրների զգալի մասը գալիս են առողջական խնդիրներ ունենալու պատճառով բանակից խուսափելով կամ առողջական թղթե սարքելով ոչ պիտանի ճանաչվելով, զորակոչի չներկայանալով եւ զորակոչից ազատվելով։ Ես հիմա ես ինչ էի առաջարկում, ես առաջարկում էի, որպեսզի խստացնող մի շարք օրենքներ ընդունենք, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, դրա արդյունքում մեծանա զորակոչը եւ զորակոչի մեծանալը մեզ հնարավորություն տա զորակոչի ժամկետը կրճատելու։ Տեսեք, եթե մենք օրինակ դիցուկ, եթե մենք ունենանք 2 զինծառայող, ովքեր ծառայում են 2 տարի ժամկետով, մենք ունենում ենք 4 տարվա պարտադիր զինվորական ծառայություն, ճիշտ է։ Եթե մենք ունենում ենք 3 ժամկետային զինծառայող, ովքեր ծառայում են ամեն մեկում 1.5 տարի, մենք ունենում ենք 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Ինչ եմ ուզում ասել։ Եթե մենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատում ենք 25%-ով, բայց կարողանում ենք 25%-ով կամ ավելի մեծ տոկոսով բարձրացնել զորակոչի թիվը, ունենում ենք միավոր ժամանակահատվածում ավելի մեծ թվով զինծառայողներ։ Այսինքն, եթե 2-ի փոխարեն մենք ունենում ենք 3 զինծառայող, մենք կարողանում ենք 4 տարվա փոխարեն ունենալ 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Դրանք պատասխանում եմ հարցի շատ կարևոր հարց է։ Չէ, բայց կարևոր հարցերը մնացին առանցին հարցած։ Հիմա ինչա նախատեսվում։ Ես առաջիկայով փորձել եմ նկրկին շրջանառության մեջ դնել իմ օրենքի նախագիծը, որպեսզի կանխեմ այն արատավոր երևույթը, որը կա Հայաստանի։ Ըստ իս պետք է խնդիրներ լուծվեն փաթեթով, որպեսզի մենք երբ խրախուսում ենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելով ժամկետը, դա խրախուսող նորմ է, մենք նաև սահմանափակելով մյուս արատավոր կետերը, որոնցով քաղաքացիները հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, փորձենք զորակոչի թիվը մեծացնել, որպեսզի միավոր ժամանակահատվածում չունենանք զորակոչիների թվի նվազում։ Օրինակիցը Նիկոլ Փաշինյանի WhatsApp-ի նամակը, որով դուք կներեք իրավունքով խնդրում եմ, մեր այդպես հարցը բայց սա նորություն չի ԿՊ-ում։ Չկա նման անհանգստություն։ Ես ունեի հարցնել օրինագիծի հիմա ինչ փուլում է եւ դուք նաեւ տոկոսներով եք խոսել, որ 18 տարի ներածածների քանի տոկոսն են գնում պարտադիր ժամկետային ծառայության։ Որքանով է ճիշտ է տոկոսներով խոսելը եւ կա դրա իրավունքը։ Այո, կա դրա իրավունքը։ Տոկոսներով խոսելու նպատակը նա է, որպեսզի մեր հանրությանը բացատրենք, թե ինչ իրավիճակ ունենք այսօր եւ ինչ փոփոխություններ պետք է կատարենք, որպեսզի այս իրավիճակը մեղմվի։ 2022 եւ 2023 թվականներին բանակ է զորակոչվել զորակոչի ենթականների 31.4% միայն։ Այսինքն մոտ 70%-ը չի գնացել պարտադիր զինվորական ծառայության, ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Ես նաև հանձնաժողովի նիստում մանրամասն նշել եմ, թե քանիսն են հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, քանիսն են մեկներ ուսման չեն ներկայացել ուսման գնալուց հետո, քանիսն են առողջական խնդիրների պատճառով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ այս ուսումնասիրությունը ես անում եմ դեռևս 2019 թվականին եւ հաճախ խոսք է գնում եւ այո վարչապետին ներկայացրել եմ եւ հաճախ եւ խոսք է գնում է որ Հայաստանում բանակը կամ Սարգսյան Հայկի նախագիծը վերաբերվում է նրան որպեսզի աղքատները ծառայեն եւ հարուստները չծառայեն ես պարզ բան եմ ասում դեռևս 2019 թվականին ես հարցում եմ արել այն ժամանակվա կրթության նախարարին հետեւյալն ա եղել
քանի քաղաքացիներին արական սեռի մեկն էլ Հայաստանից ուսման նպատակով ստացել տարկետում, նրանցից քանիսն են վերադարձել։ Եվ հարցման պատասխանը նախարարի ստորագրությամբ եկել է, որ կրթության նախարարությունը նման հաշվառում չունի։ Այսինքն մենք տարիներով տվել ենք տարկետում մեծահարուստների կամ հարուստների երեխաներին, որտեղ նրանք կարող են ուսման մեկնել լավագույն համալսարանները աշխարհի, Լոնդոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այլն, եւ փաստացի որևէ հաշվառում չի վարվել, նրանք հետ վերադառնում են, թե ոչ, մինչ օրս էլ նման հաշվառում պատշաճ չի վարվում։ Եվ մենք տարիներով շարունակ տալիս ենք տարկետում այս խմբի անձանց, ովքեր ենթադրաբար հարուստ են կամ առնվազն աղքատ չեն, նրանք մեկնում են եւ մեծամասամբ չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն մինչեւ 27 տարին լռանալը։ Պարոն Սարգսյան, ձեր նախագծերը տապալվում են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն անգամ դեմ է այդ ամեն ինչին, տենց է ստացվում։ Հիմա կներեք։ Տենց չի ստացվում, պարոն Եվ նաև Սարգսյան։ ունենք մեծ խումբ քաղաքացիներ, ովքեր հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից մինչև 18 տարին լռանալը։ Եվ 18 տարին լռանալուց հետո նրանք այլևս զինապարտ չեն։ Իմ հարցերը բարձրացրած եւ իմ նախագծերը վերաբերվել են այս կետերին, որովհետեւ մենք փակենք քաղաքացիությունից հրաժարվելու ճանապարհը, որովհետեւ մենք փակենք ուսման նպատակով տարկետում ստանալու եւ դուրս մեկնելու ճանապարհները եւ նաեւ փակենք առողջական խնդիրների պատճառով ծառայությունից խուսափելու ճանապարհները։ Սրա արդյունքում ունենանք զորակոչի միջև կրկնակի աճ, այսինքն 31%-ի փոխարեն բանակ զորակոչվի 60%-ը։ Սրա արդյունքում կարող ենք նաև ծառայության ժամկետը կրճատենք եւ դա նպաստ կբերի այն քաղաքացիներին, ովքեր այսօր ուզեն մեկնում են ծառայության, որովհետեւ չունեն հարուստ ծնողներ, չեն կարողանում մեկնել արտերտի սովորելու, չեն կարողանում հրաժարվել քաղաքացիությունից կամ չեն կարողանում այլ միջոցով ստանալ ոչ պիտանելիության թուղթ։ Սա է ամբողջ Սարգսյան, դուք Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի, թույլ տվեք ես իմ հարցը տամ պատասխան։ Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերերի միջև կապ տեսնում եք արդյոք թե ոչ եւ կարծում եք որ այդ կապը որևէ ազդեցություն ունի այս պատմության վրա։ Ես չեմ ցանկանում պատասխանել այդ հարցը։ Դուք լրագրող եք, դուք կարող եք այդ հարցը։ Բայց ձեր կուսակիցները զորակոչի հետ կապված եւ ասում եք որ այդ ամբողջները լուծելով հետո նաեւ հնարավորություն կրճատել ծառայության ժամկետը որ կբարձրացնի հիմա այդ ամբողջը չլուծված զորակոչի զորապարտադիր ժամկետը կրճատվում է, սա ինչ խնդիր կարող է առաջացնել։ Տեսեք, իմ նախագիծը, որ ես շրջանառել էի, կառավարության նիստում, այո, փաթեթային լուծումը, կառավարության նիստում ստացել է դրական եզրակացություն եւ զեկուցողը պաշտպանության նախարարն էր, ով իմ բարձրացած խնդիրները երկրորդում էր եւ ասում էր, այո, մենք ունենք նման խնդիրներ կապված զորակոչի թվի հետ, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ, մյուս դեպքերի հետ։ Եվ ասում էր, որ անհրաժեշտ է, որպեսզի մենք ընդունենք падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառված օրենքի նախագիծը։ Նախագիծը տապալվեց ազգային ժողովում, որովհետև ընդդիմադիր մեր գործընկերները եւ նաեւ իշխանության գործընկերներից մեկը արդեն նշեցի, դեմ քվեարկեցին հանձնաժողովը։ Ձեր դեմ են հենց իշխանությունը։ Իրանք են ձեր դեմ։ Հա, պարոն Սարգսյան, Ես պատասխանում եմ ձեր հարցին, այն հարցին, թե փաթեթային ճիշտ է անել, թե ոչ։ Ես իմ կարծիքը եւ նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնական կարծիքը եւ նաեւ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, որը եկել ազգային ժողով, պատճառը չեք ասում, ձեր կուսակիցներն անգամ դեմ էին, պարոն Սարգսյան, դա նշանակում դուք խնդիր ունեք կուսակիցների հետ նախ եւ առաջ։ Ճիշտ եք ասում, շատ ճիշտ է։ Ես այդ կապած օրերս նաեւ գրություն եմ գրել պաշտպանության նախարարին, շնորհակալություն եմ հայտնել, որ իմ առաջարկած կետերից մեկը պաշտպանության նախարարությունը շրջանառել է, նաեւ Ին գրության մեջ հայտնել եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնում եմ, որ այս խնդիրները պետք է լուծվեն փաթեթային, որովհետև մենք սրա միջոցով պետք է նաև կանխենք քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը։ Բանավոր զրույցում նախարարը ասել է, որ կիսում են կարծիքը եւ առաջիկա պետք է քննարկումներ ունենան։ Պարոն Սարգսյան, ներողություն։ դեպքում բայց շորժայի հետ կապված ձեզ է Չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել։ Այլ հարց, ներողություն, պարոն Սիմոնյան եւ պարոն Սարգսյան, երբ որ դիմել ենք ՀՊՀ ձեր հարցով հիմքում ինչ են դրել, դա Ես կարող եք այդ կապված արդեն ասեցի, Չեք ասել այլ հարցեր, եթե օրենսդրական ինչ ա դրվել։ Չեմ ցանկանում պատասխանել։ Ինչու, Ուրիշ հարց կա։ Դիմումի հիմք ներողություն։ Չեմ ցանկանում, կներեք, չեմ ցանկանում պատասխանել։ Հա, թույլ տվեք, հա, բայց հարցը չեմ տվել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։